Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, այս օրերի ամենաաղմկահարույց թեմայի մասին, եկեղեցու հետ կապված, որ համապետական գրոհ է սկսվել իշխանության կողմից հայ առաքելական եկեղեցու նկատմամբ և չի դադարում այդ գրոհը, եկեղեցին մնացել է վերջին սյունը, ինչի վրա որ հիմնված է մեր ժողովուրդը, մեր ազգը, հիմա ուզում են այդ սյունն էլ քանդեն և ավարտեն իրենց առաջ դրած խնդիրը։ Ուրեմն ես խոսքս ուղղում եմ այդ եկեղեցաշեն մեծահարուստներին, այդ որ եկեղեցի եք սարքում, գնում եք ընտանիքներով մոմ եք վառում, չգիտեմ աղոթում եք, խաչակնքվում եք, բայց այսօր այդ եկեղեցին սարքելով չէ, եթե դուք եկեղեցի եք սարքում, ենթադրվում է, որ դուք հավատարիմ եք հավատքին, հավատարիմ եք հայ առաքելական եկեղեցուն, բա որ հավատարիմ եք այսօրն չի ծպտուները չի լսվում, որ եկեղեցի սա, դուք ձեր ունեցածի 1/100-ը կարակ դնեք եկեղեցի սարքեք, բայց հետո պետք է պաշտպանել այդ արժեքները, բա ուր եք փախե, ուր եք թռե, մեծահարուստներ եկեղեցաշեն։ Եվ մի բան էլ էլի այդ քպայական մխտարներին անդրադառնամ, մի հատ ընդ քյաչալ անթարաշ կա, Արտուր Հովհաննիսյան, որ ասում էր լեզուներդ կկտրենք, ականջներդ կկտրենք, բան։ Ուրեմն այդ իրավաբանությունից անգրագետ մանդատակիրը ինչա ասում։ Ասում է, եկեղեցին պետքա ֆինանսապես հաշվետու լինի պետությանը։ Լինելով մանդատակիր, դե բնական է, նա չի կարդացել Սահմանադրության 17-րդ հոդվածը համաձայն որի եկեղեցին անջատ է պետությունից, բայց նա լինելով մանդատակիր, սկի չի իմանում, որ հայ առաքելական եկեղեցին Հայաստանի խոշոր գործատուների ցանկում է, ինչը հաշվետու լյարա, դու հաշվետու եղի Աստծուն, որ քո այդ տգետ իմացությամբ ոչինչ չանելու համար դու մեռնելուց հետո գնալու ես դժոխք, իսկ իշխանության փոփոխությունից հետո որպես քո ծառայողական առաքելությունը բացարձակապես չկատարած երկոտանի, դու որպես անհիմն հարստացող կանգնելու ես դատարանի առաջ։ Խոսքս նորից ուղղում եմ մեծահարուստ եկեղեցաշեններին, եթե դուք իսկապես հավատացյալ եք, այսօր կանգնեք եկեղեցու կողքին, իհարկե գիտեք, ստեղ ոչ թե եկեղեցու կողքին կանգնելու խնդիրը, դա մի քիչ վերացական է հնչում։ Եկեղեցին մենք ենք, բոլորս ենք, ժողովրդի կողքին կանգնեք, հայ ազգի կողքին կանգնեք։ Այդպես ընդհանուր ասել եկեղեցու կողքին մի քիչ դատարկ է հնչում։ Դուք կանգնեք հավատավոր ժողովրդի կողքին։ Իսկ այսօր դուք դրա հնարավորություն ունեք, բայց բոլորը թռել եք, բայց առիթը բաց չեք թողնում գնալ ձեր միջոցառումները եկեղեցիներում նշել, ցույց տալ, որ դուք եկեղեցապաշտ, աստվածապաշտ մարդիկ եք, դուք ոչ եկեղեցապաշտ եք, ոչ աստվածապաշտ եք, ոչ էլ ընդհանրապես դուք ձեզ սիրում եք, պարզապես ձեր մոտ մի գեր ցանկություն կա, ռեկլամվելու, ցանկացած գնով, այդ թվում նաև հայ առաքելական եկեղեցու հաշվին։ Բարև ձեզ, ես հետ Անժելա Տովմասյանն եմ, ես կարող եք հետևել, մենք ուղիղ եթերում ենք, մեզ կարող եք հետևել Հայ Յակոբի YouTube էջում։ Իմ հյուրն է ազգային ժողովի նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։ Բարև ձեզ, պարոն Պետրոսյան, շնորհակալ եմ, որ համաձայնեցիք գալ այս զրույցին, դուք ինձ խնդրեցիք, որ հա առաջին խոսքը ձեզ տամ ցավական խոսքելու։ Շնորհակալություն, Արգելի Անժելա, ցավակցում եմ մեր արվեստասեր հասարակությանը, սիրված երգիչ երգահան Հայկ Հակոբյանի, Հայկոյի անժամանակ, ես կասեի ողբերգական մահվան կապակցությամբ, սա անհատական կորուստ չէր, սա կորուստ էր իսկապես ազգի համար, մեր արվեստասեր հասարակության համար, համբերություն եմ մաղթում հարազատներին, թող Աստված հոգին լուսավորի։ Ես կուզենայի այս հարցից սկսել, պարոն Պետրոսյան, գիտեք, որ արդեն 2 օր է, ինչ որ ածեն կանչում տանը, ինչ որ ստուգումներ եւ այլն, պաշտպանության նախկին
նախարար պարոն Տոնյան, այսպես ինչպես ասում են, Դավիթ, ես ներողություն եմ խնդրում, չգիտեմ ինչի չի մանալի մոտ, պատրոն Դավիթ են ասում, հա, ինչ որ այսպես քրեական գործեր, ձերբակալություններ եւ այլն, 1 տարի հետո ինչ բացատրություններ, ինչպես եք տեսնում այս ամեն ինչը։ Շնորհակալություն։ Ես իմ բացատրությունը միշտ եղել է եւ մնում է նույնը։ Նիկոլ Փաշինը միշտ ինչ որ բանով ուզում է հասարակության ուշադրությունը շեղել, երբ ունենում է ինչ որ մի ծրագիր, որը նա ինչպես միշտ իր սովորության համաձայն իրականացնում է գաղտագողի։ Հիմա հավանաբար ինչ որ մի բան էլի ուզում է տալ, ինչ որ մի փորձանք ուզում է բերել մեր երկրի գլխին, դրա համար հիմա այս շոուն է սարքել։ Ես անձամբ ոչ Դավիթ Տոնոյանի, ոչ ձեր նշած մյուս անձնավորության անձի դեմ ոչ մի բան չունեմ։ Եթե մեղավոր են, թող պատժվեն, Անժելա ջան։ Դա է պահանջում արդարությունը, դա է պահանջում օրենքը։ Բայց բավական է էլի ժողովրդին այդ տեսարաններով կերակրեն։ Եվ արդեն ասեմ, չի էլ հաջողվում։ Ձերբակալեցին, բաց թողեցին, սրանով ինքը արդարադատության համակարգը ուղղակի սարքել է ծաղրի առարկա։ Նիկոլ, այս վերջին ժամանակներս ոնց որ չես խոսում Հայաստանի դեմոգրաֆիական վիճակի, խայտառակ վիճակի մասին։ Ծերացող հասարակություն, ամուսնությունների նվազում, ծնելիության անկում, արտագաղթ, այո, չվերադարձած մեկնածների արտագաղթը։ Ոնց որ մոռացել ես, այ են գերես խնդիրները։ Էս ինչ ես, դու ինչի համար ես այդտեղ նստում այդ կառավարության շենքում։ Մոռացել ես աշխատաշուկայի խնդիրները։ Այսօր այո, Անժելա ջան, հավատացեք նախկինում եթե աշխատանք չունեին, ասենք ցածր կարգի մասնագետներ, այսօր որակյալ մասնագետները աշխատաշուկայից դուրս են մղվել։ Ընդհանրապես զբաղվածության ոլորտից դուրս են մղվել։ Ելի եմ ասում, կարևորը լավ քայլացնի, մեկ էլ իր նկարի առաջ աղոթ, հեսա վերջում կանդրադառնանք երեկվա այդ դարի խայտառակ հայտարարությանը։ Դրան հանգամանորեն եմ անդրադառնալու են Կարեն Անդրասյանին, դրա համար թողնենք վերջում։ Մոռացել է գյուղատնտեսական մթերքների այս իրացման վիճակի մասին։ Մարդը լրիվ այդ խնդիրները թողել է, չգիտեմ ում վրա։ Ինքը մտածում է, որ ինչ-որ այս երկրում մարդիկ կան, որոնք պարտավոր են գան իր փոխարեն այդ գործը անեն։ Բայց գնում է իր բանը, մուրճը ձեռդ, իբր աշխատանքի խորհրդանիշ, չգիտեմ ինչի խորհրդանիշ, գյուղացիների առաջ խոստումներ իր տալիս, որ իշխանության վերարտադրության, այսինքն իր վերարտադրության դեպքում ամեն ինչ լավ կլինի, այդ ինչ ես մոռացել գյուղացիների խնդիրները։ Բայց այդ մարդիկ իրենց տուն տեղը գրավ են դրել, 1000 ու մի բանկերի այդ պարտավորության մեջ են մտել, 1000 ու մի տեսակ պարտավորության տակ են։ Այսօր իրանց տները կորցնելու եզրին են, իսկ տուն չունեցող մարդը, Անժելա ջան, աշխատանք կորցրած տուն չունեցող մարդը ուր պետք է գնա, պետք է թաքնի գնա Հայաստան, էներ գյուղացին։ Արցախից եկած մարդկանց խնդիրը, մեր հայրենակիցների։ Մի պահ ինչ որ ցորենով ու բրինձով կերակրեցին այդ խեղճերին, երբ որ իրանք հողի վրա արժանապատվորեն ապրում էին։ Այսօր բերեցին, մի 2-3 ամիս, 4 ամիս կացարան տվեցին, հիմա ոչ են անում, ոչ է։ Դες մարդիկ ինչ պետք է անեն, ես զարմանում եմ։ Բայց որ ասում են Արցախը Հայաստանն է, բայց այդ արցախցին հայ չի այդ տղա, որ դու մոռացել ես Արցախցու խնդիրները։ Երեք էլ հելել է կառավարության նիստին առանց ամաչելու։ Ասում եմ մենք բանը, անվտանգության ուժեղացման ուղղությամբ պետքա բյուջեում լրացուցիչ հատկացումներ անել։ Դու ստին այդ տղա, թե դու երկրի անվտանգությունն ես հզորացնում։ Դու բյուջեով անվտանգ, միայն քո անձի անվտանգությունն ես հզորացնում։ Ամոթա ուժեղ երկրների, ավելի հզոր երկրների նախագահները ոտքով են շրջում, չգիտեմ, հեծանիվով, նույն ես չեմ ասում այդ դեմոնստրատիվ բաները, ինքն էլ է հեծանիվով շրջը, հետևից է 10 քանի մեքենա ախրանիկներով։ Երխես նստե հեծանի, որ հետևից է ախրանան ման կա։ Նու նա դերասան է, դա երկրորդ կարծիք այդտեղ չկա։ Բայց դու այսօր պետական բյուջեն ծախսում ես բացառապես քո անձի անվտանգությունը, բնականաբար նաև քո իշխանությունը վերարտադրելու համար, դու ուրիշ նպատակ չունես։ Բա որ անվտանգության մասին ես մտածում, այդ տղա։ Եկել լուրեր սփռվեցին, որ այսօր մենք դիրքեր ունենք, Անժելա ջան, որտեղ մեր դիրքապահ տղեկը հոտած ծնունդ են ուտում։ Ծնում են վրաններում, վագոններում։ Դու ով ես։ Նիկոլ, դու ով ես, որ դու ապրես այդպես շքեղ միջավայրում, որ դու անցյալում երազեիր մի հատ շքեղ բուդկի մեջ ապրեիր, այսօր գնացել ես շքեղ միջավայրում ապրում ես, ոչ մի խնդիր չունես, հետևից էլ 200 հոգի մարդ ես ծառայություն, ծառայում են քեզ, մատուցում են ծառայություններ,
սպասարկում են քեզ։ Իսկ այսօր դիրքապահ տղեկ այդ վիճակում են։ Սրանով ես բյուջեով անվտանգություն համալրում։ Դու ամոթ չունես, խես այտենց ուղղակի, չգիտեմ, ստով կերակրում ես ամբողջ հայ ազգին։ Դու չես ամաչում, բանդե մարդիկ կան, չէ, զանգում են, նկարում են, ուղարկում են, ասում վերեք ես ահավոր ազդվեցի, Անժելա ջան։ Որ ասում է դիրքապահ բոլորը չէ, բայց դիրքապահ տղեկ կան, վրանում են ապրում, այս ցրտին վագոններում լողանալու պայմաններ չկա, նորմալ սնունդ չունեն։ Այս սրա մասին մտածի, արա, ոչ թե քո անձնական անվտանգության համար, չգիտեմ, քանի հատ ավտոմեքենա ու քանի 100 հոգի նորից կենտրոնացրան։ Էլի նորից սրա թրքահպատակ վախկոտ, վախվորած կեցվածքի մասին։ Այն շուն թուրք Ալիև ասել է, մենք ոտքով ենք գալու Երևան, պատասխան չկա։ Այսօր մի հատ ընդդիմադիր հելնում ենթադրենք օրինակ, ես օրինակ եմ բերում։ Ասենք ասում է աննորմալ Նիկոլ կամ չգիտեմ, անբարոյական Նիկոլ, դու հելնում ես այդ մարդու հետևից քանի հոգի ազգային անվտանգության ծառայությունից ես մարդ ուղարկում, ոստիկանությունից ես մարդ ուղարկում, բերում են, չգիտեմ, տարբեր տեսակի։ Այս տղաները ինչ որ անունով անուն տվեցին, ընդհանրապես տարավ, չէ՞, ինչ արեց։ Փակել է, արդեն ամիսներով փակել է։ Քաղաքակիրթ ձևով ինչ որ բառ է, քաղաքակիրթ բառ, ինչի կբատի մասով հասկացավ, չհասկացանք։ Դե հիմա Իրանը ասել են բոզ, ես էլ ասել եմ, կարող այդ մարդիկ նկատել ունեցել բարձր որակավորման զազրախոս։ Հա։ Խոսում եմ։ Հիմա այդ մարդկանց այդ մի արտահայտության համար կամ իրաց քաղաքական հայացքների համար, որ այս մարդիկ հայ են, ծառայել են միշտ հայրենիքի, կռված տղեկ են, հա, հեսա Չարչյանին էլ եմ անդրադառնում։ Ուրեմն այս մարդիկ այդան ապօրինի անազատության մեջ պահվեն, լավ Անժելա ջան։ Հող համայնքապետը բազմաթիվ հայր է։ Ընդունենք, ես պայմանականորեն եմ, ես վստահ եմ, որ այս մարդիկ հանցագործ չեն, հերոս տղեկ են։ Բայց ընդունենք, թե ինչ որ մի բան էլ արել են։ Լավ, սազում այս մարդկանց այսքան ամիս անազատության մեջ պահ։ Այսօր քո մերձավոր շրջակայքում շրջապատում ավելի բարձր հանրային վտանգավորության արարքների մեջ մեղադրվող անձինք կան, որ ազատության մեջ վախտում են, վայելում են Երևանյան երեկոները, իսկ այս տղեկ այսօր հայրենիքի համար ծառայած ներդրում ունեցած, նշանակալի ներդրում ունեցած տղեկ են, մի կարծիքի համար տարել ես, բանտարկել ես անորոշ ժամկետով։ Դե տղա ես Ալիևին պատասխանի, այ տղա։ Չէ, տղա ես ազատության մեջ թող, եթե չես վախենում։ Այդտեղ էլ եմ ես բան տեսնում։ Որոշել էի ասել, բայց դուք ինձ ստիպեցիք ավելի առաջ մնալ։ Ուրեմն բանը սա երևի էլ ինչ որ բան ունի այնտեղ անելու։ Դրա համար մտածում եմ այս տղեկին որ ազատ արձակեց, իրանք բնական է խոչընդոտել են։ Այս տղեկը այն տղեկը չէ, որ հենց բերտից են սկսեն ուրիշ դեր տանել, սկսեն ձունանշիկի դեր տանել։ Իրանք նորից նույն առաքելությունը, իրանք առնական առաքելությունը որպես հողի վրա, հողին սիրարված, հողին նվիրված մարդիկ անելու են հայրենիքի նվիրյալներ։ Ինքը դրա համար ասում է, այս տղեկին որ թողեն իմ մնացած ծրագրերը, ես այդպեսի ենթադրություն ունեմ։ Կմնան անկատար, հետևաբար, եթե նա այդ երրորդ անձանց առաջ ունի հավանաբար տված խոստումներ, բնականաբար դրանք կհաջորդեն արդեն այդ երրորդ անձանց կողմից իր նկատմամբ գործադրվող ճնշումները, նսեմացումները եւ այլ հարակից դրսևորումները։ Ուրեմն սրա փոքրահոգության աստիճան է, հենց սրա բանու գործը Նիկոլի։ Ուրեմն թուրքը զորք է կուտակում Հայաստանի հարավում, չէ՞։ Այնտեղ Իրանը արդեն միջոցառումներ է իրականացնում, զորաբաժություններ եւ այլն։ Այս մարդը փոխանակ հաշվի թուրքը ինձ զին տեխնիկա եւ ինչքան զորք է կուտակում։ Ընկելա հաշվում է թե Հայաստան բանի դաշինքի մոմավառությանը քանի մարդ է ներկա եղել։ Արանով դու ամոթ չունես։ Իսկապես ասում ամբողջ օրը նստած տեղն է։ Դու ես ինչ վախեցած ես։ Այ մարդ, բա դու ինչ գործ ունես պետական ապարատի ղեկին։ Ասում եմ փոխանակ։ Ոտքերի տակից գնում է, եթե Սամվել Ալեքսանյանն է մասը։ Ես հեսա կասեմ։ Այ հիմա դուք բերեցիք հաջորդ կետին ինչի։ Նիկոլը ցուկցվանգի մեջ է։ Ցուկցվանգ գիտեք ինչ է, դա շախմատային խաղի մի իրավիճակ է, երբ որ խաղացողներից մեկը մի սխալ է թույլ տալիս, այդ սխալից հետո սկսում է անդադ տարբեր սխալներ թույլ տալ։ Ու արդեն չի ասում, հիմա ինքը ինքան բան արել։ Ինքը ասում է ջանտա մեկը ես պետք է դատվեմ։ Հա հիմի որտե ասենք 12 հանցանքը կամ չգիտեմ մեկը ցմա, հա մեկը ինքը եթե դատվի նա պետք է ցմա դատվի։ Եթե Նիկոլ Փաշինը բախտ ունեցավ դատվելու, նա ցմա է դատվելու։ Իհարկե նախ շախմատ խաղալ չգիտի, նա այնքան շախմատ խաղալ գիտի, ինչքան ես զիլին եմ։ Խնդիրը դա չի, բայց նա ցուկցվանգի մեջ է։ Սախալը օր-օրի վրա թույլ է տալի, ասեմ ամոթ չի երիտասարդ։ Դու փոխանակ քո ուշադրությունը, քո ուժերը ազգային անվտանգությանը կենտրոնացնես հարավային սահմանում Հայաստանի տեղի ունեցող
վտանգավոր իրադարձությունների վրա, որոնք մի րոպեով կարող են ամբողջ Հայաստանը տակնովար անել։ Մարդը բան ու գործը թողեն, ընկել ամբողջ իր այդ, չգիտեմ, աշխատակազմով ու իր այդ ծառայություններով հաշվում է, թե Հայաստան դաշինքին ինչքան մարդը ներկա եղել մոմավառությանը։ Ուրեմն Հաշվես, չհաշվես, Սամվել Ալեքսանյանն արդեն գնացել է այդ հասկանում եք, չէ՞։ Սամվել Ալեքսանյանի նման հոտառություն այս երկրում ոչ մեկ չունի։ Անգամ ոչ միայն բիզնեսի, պարոն Պետրոսյան, քաղաքականության մեջ է միշտ այնտեղա որտեղ որ իշխանություն կա։ Ուրեմն մի բան գիտի Սամվել Ալեքսանյանը։ Գուցե երբեք այս մարդը Նիկոլը չի թարգում իր այդ բանեն ոչիլի անեկդոտ կա է դպրոցների երեխեքի, որ ասում է ինչ կենթանի գնում է մենակ ոչիլի դասն է սովոր։ Հենի ինչ խոսացնում ես, էսի անցնում է թավշա եղապ, հլերեք ինչ ասում։ Ասում է 2021 թվականի արտահերթ աժանտրությունների ժամանակ այդ արդյունքում հաջողվեց հաղթարել ներքաղաքական ճգնաժամը։ Երբ որ ընտրությունը 2021 այս տարվա հունիսին։ Ինչ եք ասում։ Հաջողվել է։ Այդ ընտրություններով այդ ընտրությունից հետո բանը բոլոր համայնքապետերի նկատմամբ տերորը։ Ազգային ժողովում, չգիտեմ, հաջողվեց հաղթարել, ասում են ներքաղաքական ճգնաժամը։ Ես երեք ասի, ես բառացի, ցիտում եմ Անժելա ջան, ես եթե մի բան ասեմ, որի պատասխանը չտամ, որի ապացույցը չներկայացնեմ, ես խոստանում եմ մյուս անգամ որևէ տեղ եթեր դուրս չգալ։ Դու լուրջ ես ասում այդ ահա։ Սենց աննախադեպ թշնամական, ներքաղաքական, ներհասարակական թշնամություն ա եղել մարդկանց մեջ։ Դու առաջին օր եկար, եւ մինչեւ այսօր էլ անամոթաբար չես ալարում հասարակությանը բաժանել սևերի, սպիտակների անհայտ, իսկ քո համար շատ հայտնի չափանիշով։ Ով որ քո հետ քայլել է, քո կողքնա, նա կարիտ առաջ խոնարհվում, խաչ անում, նա սպիտակա, նա ձերնա, ով որ չի խոնարհվում, քո թրքապատակ բան ներկայի առաջ, քո կեցվածքի առաջ, նա քո թշնամին է, նա սև է։ Ուրեմն իդեպ նորից եմ ասում, սա մի ծրագիր ունի։ Ես մեկ նաև կոչով հանդես գամ մեր հարգարժան ազգաբնակչությանը, ժողովուրդն, սա ում այդ օրը ձերբակալել տվեց, ում կալանավորել տվեց, բացարձակապես մի տարվեք այդ ինֆորմացիայով ձեր Facebook-յան էջը, նրան էլ դա է պետք, որ նա ձեզ զբաղացնի։ Անժելա ջան, հասկանում եք, նրան դա է պետք։ Դա իրավական խնդիրներ են։ Դուք ընդհանրապես ես օրինակ, եթե նկատեցիք ոչ մի կարծիք չգրեցի ես վերջին 2 օրին այս ձերբակալությունների հետ կապը, ընդհանրապես մի բան գրեցի, որ սա շոու է, կոչ արեցի մեր ազգաբնակչությանը, շոուին չտրվել, այո, չտարվել դրանով եւ Նիկոլի ծապիտակ բար չգան։ Նրան էլ դա է պետք, նորից եմ ասում։ Մեկ երկու մարդու, ես դες մի բան ասեմ։ Ինչու այսօր նոր որոշեցին, որ Տոնոյան Դավիթը կամ այդ ձեր ասած պատրոն, չգիտեմ ով, չեմ ճանաչում, վերջը Ինչի այսօր որոշեցիք իրանցով զբաղվել, որտեղ այսօր է պետք է շոուն իրան։ Ինչի չհասկացան, այդտեղա 3 տարի է դու ես երկրի փաստացի, ոչ իրավաբանորեն, փաստացի ասողն ես դու, համենայն դեպս այտենց է ընկալվում, փաստացի ոչ թե իրավաբանորեն, դրանք շատ տարբեր բաներ են։ Հիմա դու 3 տարին քեզ բավարար չէ՞, որ դու քո գատախազությանը, քո եմ ասում, որ այդտեղ դատեցա։ Հիշում եք, որ ասեց զենքը առել են, զենքը բերել են, զենքի մաֆիա տանում են, այսպես թանկ։ Դրա մասին հրապարակային 2 տարի առաջ խոսել են։ Ու դու կարծում եք, որ միլիոնների, չգիտեմ ինչի զենքի Նիկոլա բանա, տեղյակ։ Ես մի անգամ ասել եմ, հիմա էլ եմ կրկնում։ Եթե ստախոսության օլիմպիադա հայտարարվի, Նիկոլ Փաշինը այժմ եւ միշտ Հավետյանից առաջին տեղում է։ Նա մրցակից չունի։ Անգամ 1/4 եզրափակիչում ասեմ չունի մրցակից։ Հիմա նայեք, այդ 3 տարի բավարար չէ, որ գոնե մի անձ Անժելա ջան, դու գիտեք այն ժամանակ ինչ անուններ էին շրջում։ Հիմա իհարկե եթե ես անուններ ասեմ, հանգարց կարող է թյուր տպավորություն ստեղծվել, թե ես այդ անձանց դեմ ինչ-որ բան ունեմ, դրա համար ես հիմա անուններ չեմ տա, բայց դուք շատ լավ գիտեք, թե քանի տարի Նիկոլ Փաշինը ինչ անուններ է շրջանառել, որոնք իրանք թալանչի են, իրանք բիլիարդներ են տարել, այ երբ որ ես գամ իշխանության, իրանք կբերեմ այսպես ասած հարկային դաշտ, իրանք թալանածը կվերադարձնեմ եւ դա կուղեմ բյուջեով բանը գերակայություն հրճակված ուղղություններով անհրաժեշտ խնդիրների լուծման։ Ուրա Նիկոլ Փաշին, այս ստախոս մի անուն տուր, որի վերաբերյալ այսօր կա դատարանի օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ չկա։ Բռնեցին, բաց թողեցին։ Այս Նիկոլ Փաշինը, քանի որ կասկածելի մանկություն է ունեցել, նա երևի փոքրբախտ նաև այդ երեխաների հարազատ խաղերը չի խաղացել, ասենք պահկվոցի, բռնոցի։ Հիմի որոշել է մանուկ օրերի բաց թողումը լրացնել վարչապետի կարգավիճակում։ Մի շնչով ստում է, հələ նայեք ինչ ասում։ Երեք էլի բյուջեի կապված։
ասма քաղաքացին կզգա, որ հարկերը ծախսվում են առավել արդյունավետ եւ թիրախային, լրիվ ձեռառնոցի։ Անժելա ջան, մի հարցնողն է Նիկոլ Փաշին։ Լսի այդտեղա, դու իսկապես ամոթ հախես ամբողջ ազգին ձեռառնում։ Այդ դու ժողովրդին հարցրել ես, որ $2 միլիոն հրավառություն արեցիր։ Գունագեղ, հա? Անամոթությունը սահման ունենա։ Անժելա ջան, նա ժողովրդին հարցրեց, մենք մեռանք ասելով, այդտեղա այդ միջոցները, որտեղ պարսիկների, բանի, այդ պակիստանցիների, բանի, ֆիլիպինցիների ու եսիմի հնդիկների ուրախության վրա ծախսեցիր, տայր մեր վիրավորված ազատամարտիկ տղեկի բժշկական միջամտության հարցերը լուծվեին։ Պետպատվերը դուրս է հանում։ Իհարկե, թոշակ չի կարող արդեն տա։ Բայց ես նորից եմ ասում, այդ որտեղ սատից ասում եմ, դու որ քաղաքացու հետ ես զրուցել, մի հատ ես ուզեմ հասկանամ, որ դու համոզվել ես, որ իսկապես այդ 2 միլիոնանոց, այդ տխմար միջոցառումը, այդ սատանայական, սատանայա չգիտեմ ինչ պաշտ միջոցառումը, դա ժողովրդի սրտով է, լավ ամոթ չունես դու երիտասարդ, սա ինչ սրիկայություն արդեն։ Հասկանում եք Անժելա, այս մարդը այլ եմ ասում, ցուկ ծվանգի մեջ է։ Ինքը ասում ախպեր այսքան բան արել է, արա այլ արդեն ինչ պետք, վաղը կարող է անի ասեն լապատկեն տա իմ գլխին, քարը անի խփի մյուսի գլխին, փողոցում կանգնած։ Նա արդեն այնքան մեղքելա գործը։ 1-2 ավել պակասը, ինչպես ինքն էր սիրում իհարկե բոլորովին այլ անպարկեշտ առիթով ասել, պլյուս մինուս իր համար արդեն նշանակություն չունի։ Ուրեմն ես երեմ ասա հիմա եմ կրկնում, եւ գիտեք ամոթալին ինչն է։ Ինքը սա չի ասում է, իրանց տան պատվալում է, որ արաղի քաշած սարքա դրած եղի արաղ քաշ։ Սա ասում է կառավարության նիստին, որը նայում է ամբողջ աշխարհը, ովքեր որ հետևում են։ Եվ գիտեք ամոթ այն մարդկանց, որոնք այտենց փողկապները կապած, սև կոստյումներով լուրջ մարդու իմիտացիա են անում։ Ուրեմն մեկը ձեն չի անում, ասես ինչ ես խոսում։ Լավ հասկացանք, արա պաշտոն ունեք, բայց ձեր պաշտոնը ձեր նամուսից թանկ է, դուք ամոթ չունեք, ուրեմն բոլորին եմ այնտեղ ամոթանք տալի, ով որ այնտեղ նստած եղել այդ կառավարության նիստին։ Ինձ ընդհանրապես չի հետաքրքրում, այնտեղ ով է, ինչ պաշտոն ունի, ինչ միջոցներ ունի, հետևում ովքեր կանգնած ունի, եւ այդ հետևի կանգնածները իրան ինչ եղանակներով են իրենց գոտե պնդում։ Ինձ դա ընդհանրապես չի հետաքրքրում։ Բայց դուք ամոթ չեք անում, արա ձեր պաշտոնները գրգեն նստել եք, ձեր դիպլոմատները, ձեր ներկայությամբ բաց թքումա ձեր երեսին, ձեզ վստահություն տված ժողովրդի երեսին, դուք այդպես պատի նման լուր հետևում եք այդ ամեն ինչին։ Ուրեմն ասма Հայաստանի շուրջ երեկվա իր ելույթից են ցիտատներ առանձնացրել, պետք է ասма արտաքին միջավայրը ձևավորել բարենպաստ արտաքին միջավայր, ասել է թե հարևանների հետ, ես այն օրն էլ Facebook-յան մի գրառում արեցի, ուզում եմ դրա մասին հիմա էլ ասել։ Անժելա ջան, պետություններ են, չէ, հարևաններ։ Փոխաբերական իմաստով։ Հիմա ես դուք եք, չէ, ապրում եք բազմաբնակարան շենքում, եթե չեմ սխալվում։ Ես էլ եմ ապրում բազմաբնակարան շենքում, ի տարբերություն Նիկոլ Փաշինի, որ ապրում է դրախտավայրում։ Իհարկե դա ժամանակավոր է։ Ուրեմն տեսեք ինչ ասում։ Ասմապտի հարևանները մեր հանդեպ մենք բոլորի հետ, ցենց բարի դրացիական, չգիտեմ ինչ, բարենպաստ։ Ես հարց եմ տալիս ձեզ, այդ հարցը ինձ էլ եմ տվել իմ մտքում, մյուսին էլ կարող եմ տամ եւ բոլորին եմ տալի։ Դուք հարևանություն կանեք մի այնպիսի հարևանի հետ, նկատի ունեմ ոչ թե ընդամենը բարևտոն, այլ հարևանություն, շփում, այցելություն, փոխադարձ, ասենք, միջոցառումներին, իրար տներ, գնալ գալ, մի հատ սուրճ խմել, կիսվել, խոսել, զրուցել, արտահայտել։ Դուք հարևանություն կանեք մի այնպիսի տան ղեկավարի հետ, ում տունը սոված է, ում տունը անպաշտպան է, դրսից քանի օքի կարանգան տնեցիների վրա մատ թափտան, ինքը գլուխը կախի, ասի Ռուսաստան գնա պատասխան տուր։ Պարոն Պուտին, գնա ասա։ Հեսա դրան էլ եմ անդրադառնալու, որ Պուտին ասում է Ալիևի հետ է քննարկում բանը, գերիների հարցը։ Բա դու ինչ ես անում ստե։ Հա, գիտեմ ինչ անում։ Բանը, խաղաղ առանց զենքի միտինգավորներին 80 տարեկան ծերունիներին հանձնարարումա քարշ տալով ծեծելով տանել ոստիկանության բաժանմունք, ռազմագերիներին կանանց, քույրերին ծեծելով տանի բաժանմունք։ Էս է իր արածը։ Դա դրանից կարևոր բան, թե չէ նա ինչ այդ էր մնացել պակաս հարգարժան Նիկոլ Փաշինը իրան թույլ տա այս մանր հարցերի խառնվի, քան ասենք ռազմագերիների փոխանակում բանն է, վերադարձնա։ Դուք այտենց մարդու հետ հարևանություն կանեք, որ ձեր կարծիքով ինքը միշտ հարբած լինի։
Իրա տունը անտեր թողնի, կան դուրը ծեցեն գնա մտնի վաննի մեջ բախկվի, ասի ես տունը չեմ, ասեք տունը մարդ չկա, տանտաղամարդը տունը չի։ Հետո հենի տնեցներին ծեցի մատ թափտաբար։ Բայց ես էլ այդ նույն վիճակն է։ Բա մեր երկիրն էլ այդ կարգի հարևանա։ Դրա համար էլ մեր հետ չեն ուզում հարևանություն անեն։ Ես ասեմ, եթե ուզում եք հարևանություն անեն, ապա ուրեմն պետքա բան անել, ճանապարհել, շատ արագ, շատ հանգիստ ճանապարհել Նիկոլ Փաշինյան։ Երեք ինչ ասում։ Դարձյալ կառավարության լիստին։ Ասма մենք պետք է հենց ուշադիր եղեք, էլի խնդրում եմ, հարգելի ժողովուրդ։ Մենք ասма պետք է բան անենք, զարգ տանք, զարգացնենք ջրամբարաշինությունը։ Այս մարդը սև լիճը զիջում է։ Այդ լճերից բան նաև Գեղարքունիքի մարզում։ Ինչքան 26 ջրամբարների Արցախում ինչքան ջրամբար է զիջե։ 26-ը 24-ը։ Այսինքն հենց սրա բանը պետականակորցան գործունեություն է նա։ Սա պետականակորցան։ Ինքը եղած մեր բանը մեր ժողովրդի, հայ ժողովրդի։ Այո, նվիրում է Թուրքին։ Ինքը Հայաստանի պետական բյուջեի հաշվին ջրամբար է սարքում։ Դուք հասկանում եք սա ինչ անում է երկրի գլխին։ Կամ ասենք ջրամբարաշինությունը, հա, ես բան չունեմ ասելու, ինքը կարևոր, բայց սա է մեր երկրի գլխավոր խնդիրը։ Այսօր երեկել եմ ձայնագրություն եմ նայել Անժելա ջան, որ մարդիկ հայերում են սրան, ասում են բան չունենք, պատրոն չունենք կրակելու, սահմանափակ է մեր պատրոնը։ Այս մարդկանց մի քաշքս տանը զենք է, բայց մարդիկ ազատամարտիկներ, պատերազմով անցած մարդիկ են։ Դու այդ մարդիկ եթե անգամ գնացել է իրանց զենքերն է հավաքում, Թուրքի դեմ կրվող հայի զենքեր։ Անժելա ջան, եթե անգամ ես եթե եմ ասում, հանգարց թող ուրիշ մեկնաբանություն չտան շարլատանները, եթե անգամ այս մարդիկ իրենց տաներում զենք են պահել, այդ զենքը չեն պահել նրա համար, որ մի օր հարփեն օդ կարակեն։ Բայց չպահել Թուրքիա այդ պահել են նրա համար, այդ պահել են, եթե պահել են, ես ես չստացի որ Լավ են արցանալ։ արել պահել են։ Շատ են լավ են արել։ Եթե պահել են, այստեղ եկա։ Իբր բան ես կոչում, իշխանություն ես կոչում։ Չբինոպ է։ Մոռացեք որ ոչ հերրավոր անցյալում։ Ասը գյուղ Թուրքի կրակահերթի տակ այսօր սունկի։ Անժելա, հո չեք մոռացել, որ մի քանի ամիս առաջ գյուղացիներն էին սահմանը պահում։ Բա գյուղացիները ինչով դի սահմանը պահեն ռագատկով։ Լավ են արել պահել են։ Որտերա շատ լավ են արել պահել են։ Ուրեմն հələ սրա անլրջության մակարդակը երեք դարձյալ մի կառավարության նիստին։ Սա հարցերը լուծել էր, զբաղվածության խնդիրները լուծել էր, կրթության խնդիրները լուծել էր, սոցիալական ապահովության խնդիրները լուծել էր, բժշկական միջամտության խնդիրները լուծել։ Մի խոսքով սա խնդիրները լուծել է, ինչին անցել։ Արտագաղթի կանխել։ Ասма, որ մենք պետքա բջջային հեռախոսներով նույնականացվելու խելագարության կանխավարկածից։ Հələ սրա անլրջության աստիճանը։ Ասում եմ մենք պետք է այսուհետ հասնենք նրան, որ բջջային հեռախոսով կարանք առևտուր անենք, բջջային հեռախոսով գործարք, նայեք երեկվա կառավարության լիստը նայեք։ Բջջային հեռախոսներով նույնականացվենք, ասում եմ։ Արա էլ բան ու գործ չունենք, մեր սա դարձուցավը կտրվել, հա։ Բջջային հեռախոսով այ Անժելա ջան, ախր գիտեք ինչ։ Անբարոյականությունն է սահման ունի։ Այսօր հա այն Պետրոսի մոտ որ գնացել էր բանի խաղեր էին տալի առաջինում ընդ ինչ էր ասում հեսա դրանին եմ անդրադառնալու ասում էր որ մենք Հայաստանի սահմանում թուրք չի մտել տոլավ է բայց թուրքը որ գալի օրական քանի օքի ծեծում մարդը զինվորա գերեվարում անասունա տանում այդ որտեղից է տանում այս մարդը գիտեք ինչ ասեմ սա քանի որ շատ բան է դե մեծահոգությունից հեռու մարդ է ինքը իմ կարծիքով արդեն սկսել եմ հասկանալ Անժելա ջան որ ինքը հայրենիքը սկսել է հասկանալ իր առանձնական տարածքը քանի թուրքը չի մտել եւ մի հատ իրան ճակատից չի թողել սա չի ջողում որ թուրքը մտել է հայրենիք ինքը արդեն հայրենիքը պատկերացնում է իր անվտանգության աշխատակիցներով իր կեցավայրը դրանից դուրս արդեն Թուրքի մայլա է հայրենիք չի բայց որ Նիկոլ թուրքը մտավ կոտուն այդ բջջային հեռախոսներով եսի ինչ ռեկլամներ ես անում այդ առաջինը քո հանդեպ է բջջային հեռախոսը օգտագործելու իր ոչ նպատակային նշանակությամբ ու շատ ցավոտ դրա մասին մտածի քանի չի մտել սա արխայինը հետո գիտեք ինչ ես դե ուրիշ վտանգել եմ տեսնում Անժելա ջան մենք համարյա հասակակիցներ ենք դուք շատ լավ կհիշեք սովետական միության ուժը ինչու՞մ էր կայանում որ դեռահասներին կապում էր գրքին սա նաև բջջային հեռախոսի հետ ամուսնանալու քարոզը հասկանում եք այս մեր երիտասարդ սերունդը որ չի սովորում կամ շատերը չեն սովորում սրա պատճառը էս արտասահմանյան
վատ նորամուծություններն են, բջջային հեռախոս, չգիտեմ, սմարթֆոն, սա որ երեխեքը գիրքը թողած դրա մեջ են, դրա համար էլ մենք արդեն ունենք կներեք արտադրությունից, բայց կասկածելի կրթության սերունդ, կասկածելի արժեքային համակարգով, ել չասած այդքան հանցագործությունները, որ կատարվում են ինտերնետային անցանկալի շփումների արդյունքում։ Սա փոխանակացի, գիրք կարդացեք, գրքին տրվեք, մենք ինչ ենք արել, մենք գիրք ենք կարդացել, Անժելա ջան, փոքր տարիքից մինչև դպրոցներ գրքով ենք մենք սնվել, նաև, բացի սնունդը, բուն սնունդը, նաև գրքով ենք սնվել։ Այսօր ես ժողովրդին կապում եմ բջջայինի ջանին։ Արա սա երկրի հարցերը թողել են այդ տղա, մնացել են բջջային հեռախոսներով առևտուր անել։ Լավ է բջջային հեռախոսով չես սարքում, բջջային հեռախոսով էլ երեխա ունենաս։ Ուրեմն, հա, մի բան, այդ հենց ընդդիմադիր կողմից մեկը մի բան խոսում է, վռած շուռես գալի հանձնարարում է ստուգել նրա ունեցած բիզնեսները, ով որ ունի էլի իհարկե։ Հիմա հարց, այս Պաշարյանը ինչ է տեստի բաները, գումարները որ իջել է։ Ինչու չես երիտասարդ Նիկոլ Փաշինյան։ Ինչու չես հանձնարարել քո անմիջական ենթակայությամբ գործող պետական վերահսկողական ծառայությանը ստուգումներ եւ ուսումնասիրություններ բացել այդ հարցի կապակցությամբ, թե ինչու, եթե հնարավոր է եղել այդ ծառայությունը մատուցել 5000 կամ 7000 դրամով, դու ինչու ես դա մատուցել տարիներ շարունակ արդեն 15000 դրամով։ Դե ուրեմն ես որպես քաղաքացի, պարոն Փաշին, քեզնից պահանջում եմ, որ դու հիմա հանձնարարես պետական վերահսկողական ծառայությանը։ Իբրև հանձնարարեց 4-5-10 միլիոնի իր չարաշահումներ էր կորոնավիրուսի, հա, ինչ հատկացումներ էր եղել, հիվանդանոցների բան, ինչ չարաշահ, իբրև հանձնարարեց, գտան հիմա էլ էս պիտի հանձնարարել։ Ուրեմն տեսեք, դարձյալ երեկվա կառավարության նիստից։ Ասում է, բանը, 2022 թվականի հունվարի 1-ից հետո ծնված յուրաքանչյուր երրորդ եւ հաջորդ երեխայի համար 50,000 դրամ ամեն ամիս դիտրվի։ Այ մարդ, դու ունես իրականություն ես ստեղծել, իբր մարդիկ նախ վախենում են երիտասարդները ամուսնանալ, մանրամասն են բանը եկամտային հարկի վերադարձման ծրագիրը, որ ուզում է հանի, կամ չգիտեմ ինչ որ անցանկալի ուղղությամբ վերանայի, հա, փայլուն ծրագիրը, հետո մի հատ խոսի։ Ուրեմն նայեք, մարդիկ այնց արես սա, աշխատանք չունեն, ջայրները վախում են ամուսնանալ։ Մեր Բաքվում լիքը տղեկ կան, լավ տղեկ են, նորմալ արասն տղեկ ջան, խիչ, ասում է, պարոն Պետրոսյան, ամուսնանանք, ո՞նց ամուսնանանք։ Հիմա երբ այդ խեղճերը ամուսնացան 1-2 երեխա, երրորդ, այդ տղա դու պետք է հիմա գլոբալ ծրագիր իրականացնես Հայաստանում ամուսնությունները խրախուսելու, նախ եւ առաջ Անժելա, ամուսնությունները, որովհետեւ դե ամուսնություններից չէ պետք է ծնվեն այդ երեխաները։ Դու փոխանակ ասես ամեն ամուսնացողին այսքան միանավակ պարգևատրում եմ տալիս։ Յուրաքանչյուր առաջին երեխայից սկսած։ Ինչ է նշանակում երրորդ, մարդիկ վախենում են, էլի եմ ասում, մի երեխա պահել, մի հատ էլ երրորդ, չորրորդ այն հույսով, որ ստախոս Նիկոլ Փաշինյանը օրերից մի օր 50,000 դրամ մատալու իրանց երրորդ եւ դրան հաջորդող մյուս երեխեքի համար։ Ուրեմն այս մարդու պորոտախոսությունը իրոք անսահման է Նիկոլ Փաշինի։ Ինչ է ասում։ Ասում է մենք եւ Հայաստանում եւ Արցախում եւ տարածաշրջանում պիտի խաղաղության բան անենք, խաղաղասիրություն ապահովենք։ Մարդը Հայաստանում ապահովեց, Արցախում հիմա հելել է տարածաշրջանում։ Դու սկի երրաբնուր ես վախը մենակա տեթաս, քանի հազար ոստիկանով կանանցից վախեցած, կանանց ձերբակալելու ցույցում ես տալիս։ Դու երրաբլուր 7-ից կես ես գնում, ես իմ Facebook-յան էջում։ Պատերազմ է, իր գոյությունը, իր ներկայությունը պատերազմ է, այդ մարդը նա քայլող արավիճ կա։ Բերելա, այո։ Նա քայլող արավիճ կա։ Նա 7-ից կես վախվորած գնում է երրաբլուր, ես այն օրն էլ ասացի։ Նա երևի խաշի հրավերը շփոթել էր երրաբլուր այցելության հետ ժամերը։ 7-ից կես վախեցած գնում է տեղերը։ Չէ, ժամերն էր խառնել։ Ժամը ճիշտ է, տեղն է։ Դե բնականա տեղն է խառնել, որովհետև խաշը հաստատ այնտեղ չեն ուտում։ Հա հիմա տեսեք, այս մարդը երկրի հարցերը ներսի լուծել է, հիմա են ասում տարածաշրջանում խաղաղության գործոն լինի։ Արա քեզի տարածաշրջանում ով է հաշվի առնում։ Քեզի Ալիևը սարքել է բանի, ծաղրական ինչ-որ բաների հիթ է սարքել։ Ալիևին չգիտեմ ինչից ում հետ խորհրդակցելով, երևի տնեցներից ինչ-որ մեկի հետ գնաց է Ալիևից հանդիպում ես խնդրում, բանից, Էրդողանից։ Ստի չի էլ ընդունում քեզ։ Դու ով ես որ տարածաշրջանում, դու քո երկիրը Դու քո երկիրը խորտակել ես։ Երկիրը տավիր է կոտորը։ Երկիրը խորտակել ես։ Գախնի որ հանդիպես Էրդողանի հետ։ Հա։ Երկիրը խորտակել է, մարդը տարածաշրջանային հայտ է ներկայացնում։ Հիմա իհարկե անդրադառնամ վերջում նաև բանին,
ավելի ճիշտ նախավերջում։ Դարի ամոթալի հայտարարության հեղինակ արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցնող Կարեն Անդրասյանի երեկվա մտաժայթքմանը։ Ինչը ասում։ Աշխատաժամանակի ընթացքում աշխատանքային ժամերին թե ոչ։ Նայում եմ Նիկոլի նկարին ու հիշում, որ պետք է աշխատեմ ազնիվ եւ անկաշար։ Հիմա ես ուզում եմ, որ մեր հարգարժան ազգաբնակությունը հատուկ նաեւ իրավաբաններ ուշադրություն դարձնեն արդարադատության նախարարի իրավագիտակցության մակարդակին։ Նախ ասում է պետության ղեկավարի։ Անդրասյան Կարեն, վերջի անգամ երբ ես համանդրություն կարդացել։ Եթե իհարկե կարդում ես դու։ Օրինակ ես ամեն օր կարդում եմ, որովհետև մարդը պետքա մշտապես ինքնակատարելագործվի, Անժելա ջան։ Եթե որևէ մասնագետ հատկապես իրավաբանության մեջ, որովհետև օրենքները փոփոխվում են գլխապտույտ առաջացնող արագությամբ, եթե որևէ իրավաբան մի օր հանգարց համարեց, որ ինքը էլ չպետք է կարդա, մենակի հանձնարարություններ տա, ուրեմն ինքը թաղել է իր գործարար ապագան։ Հիմա սա ասում է պետության ղեկավարը։ Այդ Անդրասյան Կարեն, դու չես իմանում, որ Սահմանադրության համաձայն պետության ղեկավարը հանրապետության նախագահն է, այլ հարցը, որ ինքը անհայտ բացակայող կարա ճանաչվի։ Այս վերջի քանի ամիս ես չեմ տեսել։ Բայց դու անհարմար չես գում, ախր եթե ասի, ասենք Տրամվի պարկի Վարդուշը կամ Դանիել Հովհաննիսյանը, որոնք իրավաբանությունից հեռու են։ Ես կասեմ դե լավ։ Դե Տրամվի պարկի Վարդուշ որ ասում եմ, հին երևանցիները գիտեն ով եւ ինչ նկատի ունեմ, ում եւ ինչ նկատի ունեմ։ Բանավ դու չես անհարմար զգում, արդարադատության նախարարը դու չես իմանում, որ ասեցի է փաստացի ղեկավար եւ դե յուրը դե ֆակտո։ Դե ֆակտո Նիկոլա, բայց դու արդարադատության նախարարը ասում ես պետության ղեկավարին նկարին։ Այսինքն նա չի իմանում մինչև հիմա արդարադատության նախարարը, որ պետության ղեկավարը ոչ թե Նիկոլ Փաշինյանն է, այլ Արմեն Սարգսյանը։ Հիմա ուրիշ բան։ Այսինքն դու եթե իր նկարին չնայես, դու անաչառ չես եւ անազնիվ ես։ Այդպես լավ չի երիտասարդ։ Նիկոլի նկարը գրքի գնա քնի տունը, որ երազում իրան տենաս, երազներում է լինես անկաշար եւ ազնիվ, անաչառ։ Այդպես լավ չի։ Մի հատ երկ կային, որ ասում են նկարիդ նայելով, այն Արամ Ասատրյանի երգը, բաժակները լցնենք, ասում են խմենք ընկերոջ կենային։ Այդպես լավ չի, այդպես բաժակը դիր սեղանին, նայ Նիկոլի նկարին։ Այս գիտեմ այդ երգը նայում եմ, նկարի։ Նկարիդ նայելով դե հիմա անհարմար է երգին։ Վերջը։ Հա։ Հիմա նայ այդպես ասում է։ Ո՞նց է այդ երգը։ Մի խոսքով Անժելա ջան, տեսեք։ Արմենչիկի երգն է։ Չէ, Արմենչիկն էլ երգում Արամ Ասատրյանն է, տարբեր երգեր են դրա։ Նկարը դիր դեմդ Նիկոլի Արամն էլ հետը խմի ու նայ Նիկոլի ոգևոր։ Կամ էլ գնա ուրիշ բան ասեմ, եթե այդքան շատ ես սիրում։ Գնա բան արա։ Մեկը Հունաստանում դաչա բան ունի, չէ՞, լսի։ Դաչա ունի, Անժելա այդ Կարեն ասում են։ Ես ինֆորմացիա իմ վրա եմ ասում ինտերնետային։ Այն Հունաստանում դաչա ունեցողը այդքան փող կունենա, մի հատ պլաստիկ օպերացիա անի, չէ՞ իրան։ Գնա Նիկոլի արտաքինով Կարեն, պլաստիկ օպերացիա եղի ու ասենք այդ ազնվագույն լինելու կայֆից մեռի ասենք։ Էդի вообще ուժեղ կլինի։ Լավ այդպես բան, ասենք գիտեք ինչ, շատ հանգիստ հարց են տալի, կարող ասենք գիտեք, ասենք բանը ինչ եք այդ նկարը, կարող ասել իմ ղեկավարն է հարգում եմ դրել եմ, բայց նայում եմ նկարի, հիշում եմ որ պետք է ազնիվ եւ երգի տողերը նորից ասեմ։ Էդի չէ, հետո կասեմ։ Հիմա հա, Նիկոլ Փաշինը դրա ապացույցները ձայնագրությունը կա, Անժելա ջան։ Վերջին միջև իշխանության գալը ես ազգային ժողովում եմ եղել այդ ժամանակ։ Ինքը պահանջեց նաեւ գրավոր հարցում էր ուղարկել Հայաստանի հատուկ քննչական ծառայության նախկին պետ Վարամ Շահինյանին, թե բացատրություն դու գրավոր պատասխանի, թե ինչու ես քո եւ քննչական ծառայության քննիչների սենյակում փակցրել Սերժ Սարգսյանի նկարը։ Ու ասեց կարող է իր բառերն եմ ասում Նիկոլ Փաշինը ես երբեք ի տարբերություն իր եւ մյուսների բանսարկություն չեմ անում։ Որևէ մեկի հետ չեղած բան չեմ ասում։ Ասма բանը կարող է քո պապանա թե պապը տա։ Անդրասյան Կարենի հայրը մահացած է, ես կոռեկտ չեմ համարում հոր մասին ասեմ, բայց Կարեն կարող է Նիկոլը պապը տա խաբար չեք։ Փաստորեն Նիկոլը թաքցրել է որ նախարար թոր ունի։ Դե ուրեմն պապը տա եթե չես անում։ Նիկոլ Փաշին, հալալակ ես 45 տարեկան տղա ես արդեն նախարարի պապի ես։ Ուրեմն
մի բանով ավարտենք։ Բայց տեսեք, Նելի շատ ճիշտ նկատել է, Արմեն Գրիգորյանը, որ այստեղ եկել էր, անդադ Նիկոլին հիշում եք, կար մի ժամանակ առավոտ գիշեր մենակ ընկած էր երկրորդ նախագահի հետևից, մյուսը թե մրցի իրարված է այս մարդու, չեք տեսնում։ Ինչ եք ուտում, հիմա այս Նելին էլ գրել է կարող է սիրահարել Նիկոլին, ամաչում ասի դրա մասին։ Դե իրանց ներքին բաներին ես չեմ խառնվում, ուրեմն տեսեք։ Դե դա անձնական մասնավոր կյանքա սահմանադրությունը երաշխավորում է յուրաքանչյուրի մասնավոր կյանքի անձեռնմխելիության սկզբունքը։ Անգամ նախարարների։ Բոլորին, դա բոլորին է վերաբերում։ Հիմա նայեք, Նիկոլը Պետրոսի հետ, որ գնացել էր առաջինի եթերում խաղեր տալու, ինչ էր ասում։ Հիշում եք այդ հանրային արտահայտությունը, հիմա մեր հարգելի ազգաբնակչը բոլորն են կհիշեն։ Ասում էր ես թիվ 1 պատասխանատուն եմ, բայց թիվ 1 մեղավորն եմ։ Դա նաև ասել է ինքը մեկ այլ հաղորդման ժամանակ, բոլոր ապացույցները կա YouTube-ում, ձայնագրությունները։ Հիմա հարց, օրինահնազանդ, օրինապաշտ, իրավունքի առաջ երդվող, իրավունքի առաջ խոնարհվող Նիկոլ Փաշինին, դե պարզա բոլորը ճակերտների մեջ։ Արա, բա որ դու թիվ 1 մեղավորը չես, լավ, չնայած մենք սաղ ասել գիտենք, որ ինքն է թիվ 1 մեղավոր։ Լավ, ենթադրենք թիվ 3-րդն ես, 4-րդն ես, դե ընդհանրապես մեղավորներին չեն հերթագրում։ Ես ասեմ, ենթադրենք, այդ ինքնակոչ։ Ենթադրենք դու 3-րդ մեղավորն ես։ Այդտեղ բա որ մեղավորս ինչ ես միջև ազատության մեջ, էսա քո պահած իրավական պետությունը սխալ եմ հարցնում։ Ինքը խոստովանել է, որ ինքը մեղավոր է, պարզապես առաջինը չի։ Հիմա էլ եմ ասում, մեղավորությունը մեղքը դա կարակի հերթ չի, որ ասեն ով է առաջինը, ով է երկրորդը։ Ախպեր մեղավոր ես, խես այսօր անազատության մեջ չես դու։ Ինչու ես այսօր դու ազատության մեջ, հələ մի բան էլ ապօրինի հանդուրժում ես սրաները ապօրինի, մյուսների ապօրինի անազատությունները, կանոնավորումները։ Դե մեղավոր ես, ուր է քո դատավճիռը։ Դե ես էլ կոչ եմ անում Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին, պարոն Դավթյան, խնդրում եմ, ուշացումով, բայց հետամուտ լինեք Նիկոլ Փաշինյանի այս ինքնախոստովանական հայտարարությանը եւ նրան կոնկրետ գործով որպես մեղադրյալ ներգրավել քրեական դատավարության մեջ, որտեղ այդ մարդն ասել է, ես թիվ 1 մեղավորը չեմ, այսինքն դա նշանակում է, որ ինքն ընդունում է, որ մեղավոր է, բայց առաջինը չի, թեպետ մենք գիտենք, որ առաջինը ինքն է։ Եվ այսպես կեղծիքներով, ստախոսություններով շարունակում է գոյատևել։ Ու վերջում, որ ինձ ամենօրեն հարցնում, տասնյակ մարդիկ, երդվում եմ Անժելա ջան, իսկապես տասնյակ մարդիկ ամեն օր ինձ տալիս են։ Ինչ է լինելու։ Լավ, այդքան ասում եք քննադատում եք, բա ինչ անենք։ Վախեցած է, վախեցած մարդը երկար չի ձգվել։ Ասում եմ ինչ անենք։ Ասել եմ էլի կրկն։ Ես երբեք կոնցեպտուալ հարցերում, հա, կարող է կոնկրետ խնդրի վերաբերյալ իրադրության փոփոխման հետևանքով վերաբերմունք փոխվի։ Դե հիմա ես էլ մարդ եմ։ Սահմանադրական դատարանը, որ սահմանադրական դատարանը նախկին օրենքով էլ իրավունք ուներ 7 տարին մեկ վերաբերմունք իրավական դիրքորոշում փոխել։ Ես էլ մարդ եմ, կարամ որոշակի հարցերի վերաբերել, որոշակի շատ թեթևակի փոփոխություններ թույլ տամ, բայց հիմնական հարցերում, գլոբալ հարցերում ես մնացել եմ իմ կարծիքին։ Ասում եմ ժողովուրդ ինչ անեք։ Անարյուն ճանապարհ եմ առաջարկում։ Չեմ ասում գնացեք Նիկոլին գնդակարեք։ Չեմ ասում վառեք իր տունը, իր ընտանիքի անդամներին, ես գիտեք ընտանիք ընդհանրապես չեմ մտնում։ Բայց 2 օր գործադուլ եւ 2 օր դասադուլ համազգային։ Անարյուն ճանապարհով գործադուլ են անում ոստիկանության հատուկ ջոկատայինները, մեկը նրանք վաղը իրենց գործին են դնելու, Անժելա ջան։ 2 օր չեն պահում այդ անձնամորությանը, հələ տենան որ ծակերով ավ ճողոպրում, երրաբլուրու չգիտեմ ուր։ 2 օր քաղաքացիական ծառայողները, նախարարությունների, մարզպետարանների, տեղական ինքնակառավարման մարմիններում համայնքային ծառայողները 2 օր գործադուլ են անում, բարձավ Նիկոլը այլևս գոյություն չունի։ Սա է իմ կողմից առաջարկվող լուծումը։ Էլի եմ ասում, ես կողմ չեմ բռնությանը, ես չեմ ասում գնացեք մորթեք, բայց ասում եք որն է լուծումը։ Ասում եմ Անժելա ջան, 2 օր համազգային գործադուլ, ոստիկանության օպերատիվ ծառայության մասին չեմ կարող ասել, որտեղ նրանք հանցավորության դեմ պայքար են մղում, ազգային անվտանգության օպերատիվ մասի վերաբերյալ չեմ ասում նույնը, սահմանապահ զորքերի մասին չեմ ասում, որտեղ սահմանապահ, բայց այն կարմիր գդակավորները, այն սև շորերով, այս նոր գայաշտիկները, որ ընդհանրապես այ Անժելա ջան, բա դրանց ես կասկածում եմ դրանց խեմպերը, որովհետև դրանց 90%-ը համապատասխան կրթություն չունի։ Դրանց բերել է Նիկոլը, որ անհրաժեշտության դեպքում հանկարծ ժողովուրդը որ ընդվզի, սրանց ասի դավա այրա ձեր փեդեր մեդերը գցեք գայաշնիկի, շվիկները գցեք ու վազեք ժողովրդի վրա։ Ուրեմն դրանք ոնց որ հատուկ ջոկացան են։
նայում ես դեմքին, բանականության ոչ մի նշույլ, արած մեզ հեսա քարակարնի կտա գլխից, դրա համար քշում թռնում ես, այս է սարքել ինքը ոստիկանությունը, մենք շատ լավ պետավտոտեսուչներ ունեինք, հարգանքի ղադերը գիտեին, օրենքի ղադերը գիտեին, սրանք կայնած կանաչ լույսի տակ շպարախ ես շպստում, կարող ես դալտոնիկ եմ կանաչն ու կարմիրներից չեմ տարբերում, ամբողջ պետական ապարատը մխտարեց Նիկոլը հանուն մի բանի, որ իր իշխանությունը լինի այժմ եւ միշտ Հավետյանից Հավիտենից։ Վախի մասին դուք ասեցիք, ես կուզենայի Ես ասել եմ, թո դա վաղճապողի տեղն էլ եմ ասել։ Ոնց եք պատկերացնում 2000 չգիտեմ ինչ բանով ոստիկանով շրջող մարդը մնա իշխանության։ Անժելա, գիտեք ինչ, մի բան ասեմ, տղամարդը եթե մտնում է տուն, իր տղամարդու համար մի քիչ ավանդական բան ասեմ, էլ իրավաբանություն բան թողենք, հա։ Տղամարդու համար ամենա պատասխանատու երկու տեղ կա։ Մեկ հայլու առաջ, մեկ ընտանիքի։ Արա եթե ես 2000 տղեկով շրջեմ, ես կամաչեմ իմ ընտանիքի երեսին նայեմ։ Բայց մեր երեխեն չի ասի, պապա, ես քեզ sense վախեցած։ Արա բա քուտանեցիք քեզ չեն ասում, քեզ sense վախվորած։ Ոնց ուրեմն քուտանեցիք չգիտեն ինչ արել։ Այ մարդ ինքը չգիտեն չեն ասում ուր արծա։ Բաներ կա, գիտեն, բաներ կա։ 10000 երեխաներ են, միշտ 1000 Հիմա լավ։ Չէ, եթե Անժելա ջան, եթե Սյունիքի կեսում Անժելա ջան, եթե դու գիտակցում ես, որ դու այդքան մարդու գլխակեր ես, ընդհանրապես դու ինչ գործ ունես, որ ապրում ես, դու քեզ քեզ ներում։ Գնա ինքնասպանություն կատարի, համ քեզ բերքի ամեն մեզ։ Բայց եթե դու այդպես ես տուն, դու հայն ու ոնց ես նայում։ Ոնց ես նայում հայրու, երբ որ ամեն մարդ ամենաշատը ինքը գիտի, չէ՞, ինքը ինչքան վախկոտա, ինչքան համարձակ, ինչքան անգրագետա, ինչքան գիտուն, ինչքան փնթի է, ինչքան մաքրասեր։ Ինքդ քեզ լավ գիտես, չէ՞։ Մարդու վրա որ մի բան լում է, առաջին ինքն է, չէ՞, նկատում իր մարմնի վրա։ Ամենաշատը դու գիտես, դու ինչքան այս իրադրության մեջ, ինչքան իմաստուն եղար, ինչքան տագետ։ Արա դու գիտես դու ինչ ես արել, եղես ապրում։ Գնա քեզ սպանի սաղից կփրկես, քեզ էլ հետ է, ամենավատ վիճակում Նիկոլն ասեմ ձեզ։ Հնայք ոնց է ծերացել։ Չնայած ծեր չի, այդ տարիքում եթե թոր ունի նախարար, ուրեմն իսկ ծերանալու մասին է խոսքը։ Շնորհակալություն։ Ջուրն է ազգային ժողովի նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, մնացեք մեզ հետ, քիչ անց մեր հյուրը կլինի Պարուլ Հայրիկյանը։